Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, օրենսդիր գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, հարգելի պարոն Ռոշ եւ նրան ուղեկցող հարգելի անձինք, Տիկին Ռոշ, ուրախ եմ այսօրվա առիթի համար, որ առիթ ենք ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակը հանձնել Analog Device ընկերության նախագահին եւ այս մրցանակաբաշխությունը արդեն հասրեցի պարոն Ռոշին ասել, որ մեզ համար մի շատ կարևոր նշանակություն, որովհետեւ բացի այն, որ մենք մրցանակակիրների ավանդի ներդրման գնահատում ենք անում, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նրանց ներդրմանը, այսպեսով նաև մենք մեր կապն ենք ցույց տնում բոլոր այդ մարդկանց հետ, որովհետև ժամանակակից եւ տեխնոլոգիաների աշխարհում մեր մրցանակակիրների գործունեությունը ամեն օր ներկա է մեր կյանքում, անկախ նրանից մենք դա նկատում ենք, թե չենք նկատում։ Երբեմն կարող ենք նկատել, երբեմն կարող ենք չնկատել, երբեմն կարող ենք հետահայաց հասկանալ, որ այդ մարդու գործունեության արդյունքում է, որ մենք այսօր առնչվում ենք այս կամ այն լուծմանը, այս կամ այն իրավիճակին, եւ սա իհարկե նաեւ արտահայտություն է գլոբալ հանրության մեր անդամության, մեր կապի մասը լինելու, բայց ուզում եմ ասել նաեւ, որ ես պարոն Ռոշի հետ քիչ առաջ խոսում էի այդ մասին, այս մրցանակաբաշխությունը եւ մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ իմ ունեցած հանդիպումներն ու զրույցները շատ կարևոր նշանակություն են ունեցել եւ ունենում մեր քաղաքականությունների մշակման համար, որովհետեւ ես միշտ մեր մրցանակակիրներին սկսած 2018 թվականից տալիս եմ մի հարց եմ տալիս, ասում եմ, խնդրում եմ ինձ մի հարցում օգնեք կողմնորոշվել։ Իսկ ինչ է արել ձեր երկրի կառավարությունը ձեր հաջողության համար։ Հիմա եթե դուք ձեր հաջողության պատմությունը պատմելիս փորձեք հիշատակել 1 կամ 2 կամ գուցե 3 բան, ինչն է, որ ինչում է ձեզ օգնել ձեր երկրի կառավարությունը, այն կառավարությունը, որը համարում է, որ ներդրում ունի ձեր հաջողության մեջ։ Եվ առանց բացառության բոլոր դեպքերում ես ստացել եմ մի պատասխան, այսինքն եղել են պատասխաններ, որոնք մի կետից են եղել 2-3, բայց բոլոր դեպքերում առաջին կետը եղել է հետևյալը. կրթությունը, կառավարությունը արել է այն, որ մեզ համար ապահովել է կրթություն, հանրակրթություն եւ բարձրագույն կրթություն, հետբուհական կրթություն։ Եվ ես այսօր գլխին գա, գիտեք, իրականում չէի մտածել դրա մասին, որ գուցե նաեւ մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ ունեցած մեր խոսակցություններն են իրենց ազդեցությունը նաև այդտեղ ունեցել, որ մենք հիմա այդքան շատ կենտրոնացած ենք կրթության վրա։ Իհարկե դա նաև մեր փորձը եւ մեր իմացությունը եւ մեր պրակտիկան է մեզ բերել եւ հետեւյալին, որ այսօր Հայաստանում գործնականում չկա թեկուզ մի հարց, եթե ինչ որ մեկը հիշատակի, ես շնորհակալ կլինեմ, բայց չկա գոնե մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Ես չգիտեմ այդպիսի մի հարց։ Կլինի դա արտաքին քաղաքականության, կլինի ներքին քաղաքականության, կլինի շինարարության, կլինի հումանիտար ոլորտի, կլինի սոցիալական, որովհետև ես մեր հյուրերի հետ այսօր էի խոսում եւ անդադ դրա մասին հրապարակայիններ եմ խոսում։ Ասում եմ եւ խոսել եմ արդեն, որ այսօր Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան ցավոք, ովքեր օրվա հացի խնդիր ունեն։ Եվ մենք բնականաբար որպես հանրություն չենք կարող անտարբեր լինել այդ մարդկանց այդ իրավիճակի նկատմամբ։ Ինչ պետք է անենք, մենք պետք է հաց տանք այդ մարդկանց։ Նվազագույն ինչ-որ մի հաց։ Եվ դա տեղի է ունենում ինչ-որ տարբեր ձևերով, պետության կողմից, բարերարների կողմից եւ այլն, այս տերմին կա աղքատախնամություն, մի մասը հպարտանում է, որ զբաղվում է դրանով,
ինչի համար շնորհակալ ենք, մի մասը մյուս մասին մեղադրում է, որ չի զբաղվում դրանով, բայց իմ հարցը հետևյալն է, եւ դա կարծում եմ մեր բոլորի հարցը պետք է լինի, լավ մարդը հաց չունի, մենք իրան պարանք հաց ենք տալիս, չենք կարա չանտարբեր, պարանք հաց տվեցինք, այսօր, վաղը գնանք տեսնենք ինչ փոխվեց այդ մարդկանց կյանքում, ոչ մի բան, ինչպես նախորդ օրը իրանք հաջորդ օրն էլ հաց չունեն, երկրորդ օրն էլ այդ նույնը անենք, երրորդ օրը գնանք տեսնենք, ինչ փոխվեց այդ բանը, ոչ մի բան, ինչպես նախորդ երկրորդ օրերին, նրանք երրորդ օրն էլ հաց չունեն, մի ամիս նույն բանը անենք, մի ամիս մի օրը գնանք եւ տեսնենք ինչ փոխվեց այդ կյանքում, այդ մի ամսվա արդյունքում, երբ որ մենք ամեն օր նրանց տվեցինք իրենց նվազագույն պարենային կամ առավելագույն կամ միջին պարենային զանգերը, ինչ փոխեցինք այդ մարդկանց կյանքում, ոչ մի բան զրո, նրանք ինչպես չունեին, հաց այնպես էլ շարունակում են չունենալ, եւ այդպես թեկուզ մի տարի, 10 տարի, ես վերջերս ես վիճակագրություն խնդրեցի եւ պարզվեց, որ հազարավոր ընտանիքներ կան, որ 10 եւ ավել տարի գտնվում են անապահովության քարոզ համակարգում, 10 եւ ավել տարի, մենք այդ մարդկանց լավություն ենք արել այդ հացը, ոչ, ընդհակառակը մենք այդ մարդկանց երեխաներին արել ենք վատություն, որովհետեւ աղքատությունը այն ընկալումը, որ ինչ-որ բարի մարդիկ պիտի բերեն իրենց հաց տան, իրենց համար դարձել է շատ սովորական մի բան։ Մենք այդ երեխաներին շատ դեպքերում դատապարտել ենք աղքատության, որովհետև չենք նկատել, որ իրենց գյուղում դպրոց չկա, իրենց գյուղում մանկապարտեզ չկա։ Եվ այս է պատճառը, որ մենք համոզված ենք, որ մենք եթե ուզում ենք սոցիալական խնդիրներ լուծենք Հայաստանում, աղքատության հարցի լուծման մի ճանապարհ կա, այդ կրթությունն է, որովհետև այսօր Հայաստանում աղքատության մեջ գտնվող մարդկանց 80 եւ ավելի տոկոսի աղքատ լինելու պատճառը իրենց ստացած կամ չստացած կրթության մեջ մենք պետք է փնտրենք։ Ընդ որում էլի ուզում եմ ասել, մեր իրականության հաջորդ մեծագույն խնդիրը դիպլոմ եւ կրթություն դրանք բացարձակապես տարբեր մարդիկ են։ Մենք ունենք բազմաթիվ դիպլոմով աղքատ մարդիկ։ Ես օրինակ կլինեմ, մարդիկ ասում են, կներեք այս բաները, 1000 ներողություն եմ խնդրում այս բաները կիսելու համար, որ մարդիկ գրում են, դե բարձրագույն կրթություն ունենք, ես չենք կարողանում աշխատանք գտնել, չենք կարողանում ապրել, ես ասում եմ, խնդրում եմ դեր CV-ն ուղարկեք։ Եվ երբ որ մարդ իր CV-ն ուղարկում է, ես նայում եմ, ես հասկանում եմ, որ քիչ առաջ իմ ասած թեզը 100%-ով ճշմարտություն է։ Եվ այս մրցանակաբաշխությունը ինձ համար ոնե շատ կարևոր է սրա համար, որ մեր մրցանակակիրները ինձ եւ մեզ ստիպում են ավելի ու ավելի շատ կենտրոնանալ կրթության ոլորտի խնդիրների վրա եւ ես պարոն Ռոշետ նոր կիսեցի ակադեմիական քաղաքի մեր նախագիծը իրեն ասացի Հայաստանում գիտեք շատ մարդ չկա որ հավատում է որ դա իրականություն է դառնալու բայց 100%-ով գիտեմ որ դա իրականություն է դառնալու որովհետեւ դա շատերը մտածում են ուղղակի այդպես մտավարժանք է ոչ հարգելի ներկաներ դա մտավարժանք չի դա իրականություն է դառնալու արդեն դառնում է իրականություն որովհետեւ մեր իրականության մեջ ուրիշ ըմբռնում էլ կա որովհետեւ մեզ համար ինչ որ բան ստեղծելու process-ը ինչից է սկսում որ մենք միանգամից այսօր ասում ենք բա մի հատ քաղաք չկառուցենք ասում ենք կառուցենք սուրճը խմում ենք ու նստում էքսկավատորի ղեկին ու սկսում քանդել մենք էտել ենք 1000 ներողություն բայց էտել ենք նոր սովորել որ մի րոպե այդ միջև քանդելու process-ը սկսելը շատ երկար է շատ մեծ աշխատանք կա ես հույս ունեմ որ այս տարի մենք մինչև տարվա վերջ master plan-ը կառավարության որոշման կհաստատենք ակադեմիական քաղաքի եւ կանցնենք իրագործման փուլին պարոն Ռոշ տեսնում եք եւ ես ձեզ ասացի որ ինչպես ձեր երեկվա ելույթը այնպես էլ այսօրվա ձեր ներկայացումը մեզ քաջալերում է լինել ավելի ստեղծագործ ավելի լավատես ձեր օրինակով հավատալ մեր սեփական ուժերին եւ ինձ համար այսօր մեծ պատիվ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակը հանձնել Analog Device ընկերության նախագահ Վինսենտ Ռոշին։ Շնորհակալություն։